Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված հովո մակնիշի 15 աղբատար նոր մեքենաներն արդեն մայրաքաղաքում են։ Այսօրվանից կմեկնարկվի հանձնման ընդունման process-ը, ավտոմեքենաները տեղզոնում հասնելուց եւ արդեն ապա պայմանագիր ունենալուց հետո մոտ 10 օր հետո կանցնեն աշխատանքի։ Տիգրան Ավինյանն այս տարվա համար սա շատ կարևոր գնում համարեց, նշեց, որ փաստացի ամեն տարի հիմնարկի պարկը որոշ չափով թարմացվում է ու հերթական չափականագն արդեն Երևանում է, ապա կատակելով նշեց. Իհարկե հովանեսները ոնց որ մի փոքր դուրները չի եկել, որ այս ավտոմեքենան ենք հովո կոչում, բայց այնտեղ W-ով է, հետևապես բոլոր համընկնումները պատահական են։ Եվ վստահ եմ, որ այս ավտոմեքենաները, այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն։ Երևանի քաղաքապետարանը 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք կբերվի, դրանք կփոխարինեն Հիգեր ավտոբուսներին եւ Գազել City միկրոավտոբուսներին։ Զեկուցվեց, որ ակտիվ քաղաքացի արտակով տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ը ստացվել է 19075 հայտ, որից ավարտված կարգավիճակում են 18200-ը։ 8062 քաղաքացի գնահատել է իր բարձրաձայնած խնդրի լուծումը 5 բալանոց սանդղակով։ Գնահատականները ստացվել են ի պատասխան քաղաքացիներին ուղղված այն հարցի, թե ինչքանով է արդյունավետ լուծվել իրենց խնդիրը։ Աջափնյակ վարչական շրջան 3.8, Ավան վարչական շրջան 2.9, Արաբկիր վարչական շրջան 3.3, Դավթաշեն վարչական շրջան 3.9, Էրեբունի վարչական շրջան 3.4, Կենտրոն վարչական շրջան 3.6, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 3.6, Նոր վարչական շրջան 3.5, Նորք Մարաշ վարչական շրջան 2.1, Նուբարաշեն վարչական շրջան 2, Շենգավիթ վարչական շրջան 3.1, Քանաքերձերթուն վարչական շրջան 3.1։ Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներից ամենաբարձրը գնահատվել է առևտրի ծառայությունների եւ գովազդի վարչությունը 4.1 բալ, իսկ ամենացածր գնահատականը ստացել է հասարակական կարգի պահպանության ծառայության վարչությունը 1.6 բալ։ Առանձնացված ստորաբաժանումներից ամենաբարձրն է գնահատվել բնակչության հատուկ սպասարկում ՀՕԱԿ-ը 4.8 բալ, իսկ ամենացածրը Երևանի ավտոբուս ընկերությունը 2.8 բալ։ Մենք էլ հետևություն ենք անելու, որ մեր վարչական շրջանը, որ մեր ստորաբաժանումը ինչպես է շփվում քաղաքացիների հետ եւ ինչպես է քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծում։ Ըստ այդմ համապատասխանաբար մենք էլ մեր եզրակացություններին ենք գալու։ Հետևաբար հարգելի գործընկերներ, հատուկ խնդրում եմ ձեզ, բոլորդ ուշադիր լինեք ակտիվ քաղաքացի հարթակին հավելվածին եւ ամեն մեկը ձեր գնահատականի պատասխանատուն լինեք։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Ըստ այդմ առաջարկում են 1-ից 6-րդ դասարանի աշակերտներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի միջոցառումների դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանցին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին, կպահվի համապատասխան պահման վայրում եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Խաչատրյանի խոսքով նախատեսվում է այս սահմանափակումներն արդեն իսկ առաջարկել բոլոր դպրոցներին, միևնույն ժամանակ ապահովելով իրավական հիմքերը, նաև դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել որոշումը, իրազեկել ծնողներին բոլոր հետևանքների մասին, բացատրել, թե ինչ տեղի կունենա, եթե այնուամենայնիվ երեխաների մոտ հայտնաբերվի հեռախոս։ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ։ Իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կնդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Ավինյանը քաղաքապետարանի կարևոր ծրագրերից համարեց նաև օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման աշխատանքները, որոնք ավարտված են։ Տեղադրվել են 394 LED տիպի լուսարձակներ, մոնտաժվել են 6100 մետր հոսանքի նոր մալուխներ։ Տեղադրված համակարգի շնորհիվ էլ կիրականացվի լուսարձակների անհատական կառավարումը։ Զեկուցվեց նաև այն, որ Էրեբունի Երևան տոնակատարությունը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին էլեկտրոնային երաժշտության փառատոնով։ Տիգրան Ուղակիմյան, Հորիզոն։